Զինված հարձակման պատճառով վիրավորված 42-ամյա Արծրուն Գալստյանը գիտակցության գալուց հետո ցուցմունք է տվել քննիչներին։ Փարաքարի համայնքապետի ընկերոջ հարցաքննության մասին այսօր հայտնել է քննչական կոմիտեն։ Աղմկահարույց սպանության գործով միակ վկայի հայտնած տեղեկությունները գուցե արժեքավոր կլինեն նախաքննության համար։ Դրա գոնե նախնական արդյունքների մասին դեռ ոչինչ չի հրապարակվում։ Հայտնի է, որ ողբերգությունից մոտ 48 ժամ անց որևէ ձերբակալված չկա։ Մարդասպան ինքնությունը պարզ չէ, սպանության շարժառիթը ևս։ Մենք չգիտենք դեռ հանցագործություն կատարած անձինք ովքեր են, մենք չգիտենք պատվիրատուները ովքեր են, եթե կան այդպիսիք։ Մենք չգիտենք հանցագործության մոտիվը որն է, արդյոք դա անձնական է, արդյոք կապված է անձի ծառայողական պարտականությունների կատարման հետ, այսինքն մենք չունենք որևէ ելակետ, որ ես հիմա ձեզ հետ այստեղ քննարկեմ։ Ոստիկանության Բաղարշապատի բաժնում Եռուզերը, երկրորդ օրն է ոստիկանության գրեթե ամբողջ վերնախավը ներքին գործերի նախարարի գլխավորությամբ այստեղ է աշխատում։ Փոխոստիկանապետ Հայկ Բաբայանը հրաժարվում է տեսախցիկի առաջ որևէ մեկնաբանություն անել։ Ներքին գործերի նախարարությունը հենց դեպքից անմիջապես հետո սկսել է իր ակտիվ աշխատանքը, որպեսզի ի վերջո հասկանանք, թե ինչ է տեղի ունեցել։ Եթե ակտիվ աշխատում են, ինչու է մարդասպանը մինչև հիմա ազատության մեջ։ Մենք պետք է ուղղակի սպասենք, որոշակի ժամանակ։ Ի վերջո համայնքապետը ես ձեզ հարցնեմ, ինչքան սպասենք։ Այնքան, ինչքան որ անհրաժեշտ է։ Իդեալական աշխարհում չենք ապրում, ցավ է հայտնում Փաշինյանի կաբինետի անդամը։ Մենք իդեալական աշխարհում չենք ապրում։ Նկատում, Հայաստանը միակ երկիրը չէ, որտեղ բոլոր հանցագործությունները չեն կանխվում։ Եթե իրավապահ համակարգը իր տեղում լիներ, հնարավոր էր արդյոք կանխել, այս ողբերգությունը։ Գուցե եւ հնարավոր էր եւ գուցե եւ հնարավոր չէր։ Գուցե։ Քանի դեռ գործի քննությունն ավարտված չէ, ամեն ինչ ենթադրությունների մակարդակում է։ Բայց ոչ Արմավիրի մարզպետի համար։ Նա վստահ է, սպանությունը քաղաքական չէ։ Քաղաքական պատվեր չի։ Հայաստանում կասկածներ կան, որ Փարաքարի ընտրություններում իշխող կուսակցությանը ջախջախելուց հետո Վոլոդիա Գրիգորյանը դարձել էր ՔՊ-ի աչքի փուշը ու նրանից ուզում էին ազատվել։ Եթե բարձված չէ, ինչ գիտեք, քաղաքական է, թե քաղաքական պատվեր չի։ Քաղաքական չի։ Ինչ գիտեք։ Ինչն է ձեզ նման։ Իսկ ինչ գիտեք, ինչ վարկածուն եք դուք։ Չեմ կարող ասել։ Պատվիրված սպանություն է կատարվածը, ենթադրում են քրեագետներն ու հոգեբանները, որոնք ուսումնասիրել են սահմռկեցուցիչ տեսարանն արձանագրած այս տեսանյութը։ Ըստ նրանց հրաձիգը, որը հավանաբար վարձու մարդասպան է, գործում է ոսկերչական ճշգրտությամբ ու խիստ սառնասիրտ։ Մարդասպանը զոհի հետ ոչ մի ուզական կապ չունե, ինքը գտնվում էր այնտեղ ուղղակի առաջադրանք էր կատարում, բավական սառնասիրտ, դրա վկայությունը եւ շարժումներն են, արագությունը, մտածվածությունը, շարժումների եւ այլն, եւ հսկիչ կրակոցը եւ ավտոմատի խզակոչով ստուգումը, որ զոհը վերջնականորեն այլևս կենդանի չի։ Սարսափազդու այս տեսանյութը նկարահանած սարքից բացի դեպքի վայրում կա մեկ այլ տեսախցիկ, որը ողբերգության պահը ֆիքսել է այլ դիտանկյունից, վստահեցնում է Հայլուրի անանուն աղբյուրը։ Ըստ մեր զրուցակցի, այդ տեսանյութը ևս ուսումնասիրում են քննիչները։ Այսօր սպանության վայրում քննչական գործողությունները ավարտվել են։ Այստեղ իրավապահները շարունակում են ուժեղացված ծառայությունը։ Լիլիթ Գասպարյան, Ալբերտ Սերոփյան, Հենրիկ Համազասպյան եւ Արմեն Ապրեսյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինն իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին, սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։